We are beginning a series entitled Rebuilding the Gates. Նոր բաժին ենք սկսում վերնագիրը դարպասի վերակառուցումը կամ վերականգնումը։ We're going to talk about the gate of heaven in this Իսկ դասի lesson. վերնագիրը երկնքի դարպասները։ We give you a number of different images of ministry in the School of Christ. Մենք Քրիստոսի դպրոցում ծառայության տարբեր պատկերների մասին խոսեցինք ձեզ հետ։ So far, we've only talked about the vessel of the Lord, Խոսել ենք Տիրոջ անոթի մասին, this cruise or new pot or new այդ նոր կուժը, that is used to bring որ about օգտագործվում healing, է բժշկություն բերելու համար, restoration, fruitfulness. վերականգնում ու պտղաբերություն բերելու համար։ Jesus was a vessel of the Lord Ու filled with Հիսուսը the Holy Spirit. Տիրոջ անոթն էր, որը լցված էր Սուրբ Հոգով։ And God is looking for that vessel, Աստված փնտրում է այդ տեսակ անոթների, which He can pour in His որը life, նա կարողանա իր կյանքը լցնել այդ մարդու վրա, pass that vessel into the waters wherever God pleases, տանել այդ անոթը ջրերի մեջ, որտեղ որ Տերը հաճում է, and then you produce ու հետո դուք արդեն այդ բերում եք այդ the պտուղները, healing and the fruitfulness. բժշկությունը, պտղաբերությունը։ We're also going to talk later about Ավելի ուշ նաև խոսենք, being a temple of the Holy Spirit. ավելի ուշ խոսել ենք նաև Սուրբ Հոգու տաճար լինելու Out of մասին, your innermost beings will flow rivers of living water. որ ձեզանից կբխեն կենթանի ջրերը։ For the church, the image is Ezekiel 47, Եկեղեցին, որը Եզեկիել 47-ում կար է այդ պատկերը, where there's a river of living water flowing out of որ the եկեղեցուց temple. տաճարից հոսում էր այդ կենթանի ջրերի աղբյուրը։ It brings life to Ու wherever կյանք էր it բերում, goes. որտեղ որ ինքը գնում էր։ Now, these are all images Սրանք բոլորը պատկերներ են, of what it means to minister God's life. որով Աստծո կյանքի ծառայությունն ենք անում, ծառայում ենք նրան։ As we look into the story of Nehemiah, Երբ որ մենք նայում ենք Նեհեմիայի պատմությանը, we're comparing համեմատում ենք the gates of the city քաղաքի դարպասները to ministry. ծառայության հետ։ We'll refer to that in two ways. Երկու ճանապարհներով են դա անցնում։ Number one, you are a gate Առաջինը դուք եք այդ դարպասները, of ministry. ծառայության դարպասները դուք եք։ In other words, God's going to flow through Այլ you, խոսքերով ասած, Աստված հոսելու է ձեր միջոցով okay, and touch others' lives. ու հպվելու է մարդկանց կյանքերին։ Or to look at it in the reverse, people are going to come through you Կամ մարդիկ գալու են ձեր միջոցով into the church. դեպի եկեղեցի։ You are a gate for that Այսինքն church, դուք եկեղեցու համար դարպաս եք a հանդիսանում։ means of people coming to God. Միջոց, որի միջոցով մարդիկ գալու են Աստծուն։ In the same way, ministries of the Նույն church ձևով եկեղեցու ծառայությունը are also these gates. նաև հանդիսանում են այդ դարպասները։ So if you have an evangelistic team, Այսինքն, that եթե goes, ունեք ավետարանական թիմ, well, they're a means in which the Holy Spirit, նրանք դառնում են միջոց, որի միջոցով Սուրբ Հոգին He flows and touches the հոսելու lives է of those you ու հպվելու minister to. այն մարդկանց կյանքերի, ում որ դուք կծառայեք։ Those who come to Christ come Նրանք- through that ministry. Ովքեր գալիս են Քրիստոսին, այդ ծառայության միջոցով են գալիս։ They're coming through that gate. Այդ դարպասների միջոցով են գալիս ներս։ Okay? So if you have some small groups Այսպեսով, եթե ինչ որ փոքր խմբակ that ունեք, are discipleship, or աշակերտական ինչ որ you խումբ have small groups that are prayer groups, կամ աղոթքի փոքր խումբ, these are all things which սրանք բոլորը God uses ճանապարհներ են, որոնք Աստված օգտագործում to է, impart His life որպեսզի իր կյանքը դնի դրա մեջ, and means for people to ու come through those միջոցներ gates են into His հանդիսանում, church. որպեսզի արդիկ այդ դարպասների միջոցով գան դեպի եկեղեցի։ Okay? Now let me give you an example. Մի օրինակ տամ։ We ministered in a region of Mongolia. Մոնղոլիայի շրջաններից մեկում ծառայում ենք, It had a fairly, what would on the surface be a fairly strong church. Okay? շատ ուժեղ ամուր եկեղեցի էր։ 200 or 300 people attended. 200-300 մարդիկ էին հաճախում այդ եկեղեցի։ And we preached these messages. Ու մենք հարոզում ենք այս падգամները։ And he realizes or realizes he has no gates. He had no gates in the church. There's no gates Հասկացան, in the ministry. գիտակցեցին, որ եկեղեցին ոչ մի դարպաս չունի, երբ որ այս падգամը տալիս էինք։ And he had church, Նա ուներ եկեղեցի, հովին ուներ had a եկեղեցի, great worship team. ուներ երկրպագության լավ խումբ, They welcomed everyone that came. ամեն բոլորին ողջունում են, երբ որ գալիս էին They ներս, encouraged their neighbor, their քաջալերում church to էին invite իրենց their neighbors to եկեղեցու church. անդամներին, որպեսզի մարդկանց հրավիրեն եկեղեցի։ But there was very little
other ministry within that church. Բայց այլ ծառայություններ շատ քիչ են եկեղեցում։ And so as we shared this message, Ու երբ որ մենք այս падգամով կիսվեցինք նրանց հետ, they began to think, how can we touch our community? սկսեցին մտածել ոնց հասնենք, ոնց հպվենք մեր համայնքին։ And they began to develop a strategy. Ու սկսեցին ռազմավարություն զարգացնել։ Okay? Obviously there's ministry to youth, okay? Այսինքն օրինակ ծառայություն երիտասարդների մեջ, But they were not only able to minister to their young people, ու ոչ միայն կարողանան իրենց երիտասարդներին ծառայել, but the suicide rate among young people in Mongolia is so high. այլ նաև մյուսներին, որովհետև երիտասարդության մեջ ինքնասպանությունը Մոնղոլիայում շատ էր։ They were able to develop a program that the city endorsed. Ուզում էին զարգացնել ծառայություն, որ քաղաքին կհասներ, The schools would use, դպրոցներին կգնային, because the drug addiction and suicide rate was so high. որովհետև թմրամոլությունը եւ ինքնասպանությունը շատ էր այնտեղ։ They found an area of town Գտան քաղաքում մի տարածք, where there were a lot of children whose parents worked. որտեղ շատ երեխաներ կային։ The kids had to cook for themselves, Երեխաները իրենց համար իրանք պատրաստում էին, got dressed for school, դպրոցի համար հագուստներ էին got their ունենում, younger children dressed for school. կամ փոքր երեխաների համար ինչ-որ բան էին անում, So the church որպեսզի եկեղեցին established a ministry to those կարողանան children. հիմնել ծառայություն այս տեսակ երևույթների համար։ Give them breakfast, give Նրանց them lunch. նախաճաշ էին տալի ճաշ, They make sure their clothes are washed, իրենց հագուստներն էին լվանում, make sure they have երեխաների։ clothes. Հոգ էին տանում անպայման որ հագուստներ ունենային, And all of a sudden, ու հանկարծ not all of a sudden, but the church now եկեղեցին հիմա արդեն begins to expand, սկսեց լայնացնել, begins to touch the community in սկսեց so many հասնել, different ways. հպվել համայնքին շատ տարբեր ձևերով, ճանապարհներով։ They have a radio station, Ռադիո ունեին, they have a counseling group. խորհրդատվության խումբ ունեին, The gates just began այսինքն դարպասները սկսեցին to open. բացվել։ And as they opened, Ու երբ որ բացվում էին դարպասները, people began to come through those gates. մարդիկ այդ դարպասների միջով ներս էին գալիս։ Okay? The gate is the means in which God pours out his life Դարպասները into that city. միջոց են, որի միջոցով Աստված իր սերը քաղաքին է տանում։ So we are looking at in these lessons the Այս դասում rebuilding մենք of these նայում ենք, gates. թե ոնց են կառուցվում, վերակառուցվում այս դարպասները։ This story of Nehemiah Նեհեմիայի այս պատմությունը happens 150 years after Jerusalem has been destroyed. Երուսաղեմի կործանումից 150 տարի հետո եղավ։ These gates have been burned out for a long time. Շատ երկար ժամանակ վառվել էին այս And դարպասները։ that was the way Ժամանակ to առաջ։ defeat the city. Ու դրանով նրանք հաղթել էին քաղաքին։ They didn't have to break down all of the walls. Նրանց պետք չէր ամբողջ պատերը քանդել, All they had to do is burn the gates out. այն ինչ որ պետք է անեին վերակառուցելներ։ And then anyone could come in and out, any army, any enemy. Եվ քանի որ դարպասներ չունեին, ցանկացած բանակ կարող էր ներս ու դուրս անել այդ So քաղաքը։ Nehemiah got the report. Ու Նեհեմիան այդ զեկույցը արեց, նամակը The գրեց, walls are broken down. որ պատերը քանդված են, The gates have been burned out. դարպասները վառված են։ And you know, if you think about it, Երբ որ մտածում ենք դրա մասին, that's a tendency of ministry սա հակված է նրան, որ ծառայություն սկսվի, տանում է դեպի to ծառայություն։ get burned out, Դրանք որ վառվել են այդ to դարպասները, work so hard. պետք է շատ աշխատես, If I can say this, we work so hard in the flesh, այսինքն մարմնային ձևով շատ աշխատես, we just wear out. We're tired. ու դրանից մարդը հոգնում է։ We get burned out. Ու դրանից այդ այրումն է գալիս։ We're doing the same things and maybe not getting a good result. Նույն բանը անում ենք ու լավ արդյունքի չենք հասնում։ So these gates have to be Ու դրա համար այդ rebuilt դարպասները վերակառուցման կարիք ունեին։ because Nehemiah knows that's the key to protection. Նեհեմիան գիտեր, որ սա պաշտպանության ձև էր, The enemy can't come through the որպեսզի gate. թշնամին չկարողանար անցնել դրա And it's միջով։ also the means that the walls come up around the gates. Ու պատերն էլ դարպասների կողքը պետք է շարվեր։ So you could work from gate to gate on those walls. Ու այդ դարպասները պետք է պատերի այդ մեջտեղում եղած կառուցվեր։ The church must have Դրա gate համար of եկեղեցին ministry. պետք է ծառայության դարպասներ ունենա։ One purpose of the school of Christ Քրիստոսի դպրոցի համար մեկ այդ նպատակը is to convince people մարդկանց համոզել, that they are that vessel that God որ wants to be. նրանք այդ Աստծո այդ անոթներն են, որ Աստված ուզում է։ In this lesson, this series, Այս բաժին, այս դասը you're a gate.
ասում է որ դուք եք այդ God դարպասները wants to flow through ու you to Աստված ուզում touch է your ձեր world միջոցով around you. հոսել ու ձեր շուրջ եղող աշխարհին հպվել You're a means for people to դուք come to միջոց եք God. դառնում որ մարդիկ գան Աստծուն That life is so important այդ կյանքը շատ կարևոր է because the church comes out of life որովհետև եկեղեցին այդ կյանքից է բխում and not life out of the church. ոչ թե կյանքն է եկեղեցուց բխում I think we may have said that before. Have you heard that yet? Կարծեմ արդեն ասել ենք եթե դուք դա լսել Have you եք heard that yet? դուք լսել եք այս խոսքը Haven't heard that yet. I'm going to say that again then. նորից եմ ուզում ասել ուրեմն The church comes out of life եկեղեցին գալիս է կյանքից and not life out of the church. ոչ թե կյանքը եկեղեցուց That means if we are այսինքն alive, սա նշանակում է եթե մենք we have this կյանք ենք life of God. եթե ունենք Աստծո այս կյանքը If մեր we're մեջ that gate of ministry, եթե մենք ունենք ծառայության դարպասները the church walls եկեղեցու պատերը will come up around us. սկսում են կառուցվել մեր Life շուրջը is flowing. ու կյանքը սկսում է հոսել And the church, the city is built up by քաղաքը սկսում է կառուցվել the rebuilding of those gates. ու լինում է դարպասների վերականգնումը վերակառուցումը We think, մենք կարծում ենք oh, if we had the building, որ եթե մենք ունենք շինություն oh, people will come. մարդիկ ուրեմն կգան If we had the program, people եթե will come. ծրագրեր ունենք մարդիկ հաստատ կգան I've got to have life. ես պետք է The կյանք church ունենամ comes out of որպեսզի life. եկեղեցին այդ կյանքից բխի I can't just have a gathering of ես people, միայն չեմ կարող ուղղակի մարդկանց հավաքույթ ունենալ call it a church, պետք է կանչենք and then եկեղեցին expect people to get saved and healed and ու delivered. սպասենք որ մարդիկ կբժշկվեն կփրկվեն ու կազատագրվեն I've got to have this life of God. ես այս կյանքը Աստծո կյանքը պետք է ունենամ We've got to be the vessel that will be մենք պետք է filled with this life անոթը of God. լինենք ու այդ անոթը պետք է լցվի Աստծո կյանքով If I can use these terms, that vessel has to become pregnant with the life of God. ու ես պետք է այս արտահայտությունն անեմ որ այդ եկեղեցին պետք է հղի լինի Աստծո կյանքով That vessel gives birth. ու այդ անոթը պետք է ծնունդ տա This life այս comes from us. կյանքը պիտի ծնունդ տա The church comes out of that life. ու եկեղեցին այդ կյանքից պետքա բխի Revival comes out of that ու life. այդ կյանքից գալիս է արթնություն So it is so very important that we understand that ու principle. շատ կարևոր է որ մենք այս սկզբունքը հասկանանք The church comes out of life որ եկեղեցին բխում է գալիս է կյանքից and not life out ոչ of the թե church. կյանքը եկեղեցուց We believe մենք that հավատում ենք God will use the school of Christ to Աստված raise up կօգտագործի those kinds of ministries. Քրիստոսի դպրոցը եւ այս տեսակ ծառայողներ կծնի We think it's essential because it is essential for revival. սա շատ կարևոր ու էական է որտեղ սա կարևոր է նաեւ արթնության համար If there's going to be revival in the եթե world, պետք է այս աշխարհում լինի արթնություն it will come out of those who have received the life of God. կգա այն մարդկանց միջոցով ովքեր ընդունել են Աստծո կյանքը Amen. ամեն Revival comes out of that life that is in արթնությունը you. այդ կյանքից է գալիս We see it in the early church. մենք սա տեսել ենք վաղ They were եկեղեցում filled with the Holy Spirit. նրանք լցվել էին Սուրբ Հոգով Everywhere they went, ու ուր էլ որ գնում էին people were saved, մարդիկ փրկվում էին բժշկվում էին brought back from the dead, անկողնուց վեր էին delivered from demons. ազատագրվում էին դեպի Life flowed. կյանք էր հոսում What came out of that? ինչ էր գալիս The այդտեղից church came out of that. եկեղեցին էր բխում Every այդ city's got a կյանքից church. ու ամեն քաղաքում եկեղեցի էր The ծնվում men and women of God went. Աստծո որդիներն ու դուստրերը գնում էին Life brought forth the church. ու այդ եկեղեցին ծնվում էր կյանքից We see as well in the Pentecostal մենք նաև outpouring, տեսնում ենք այդ պենտեկոստյան հեղումը որ just եղավ 100 years plus, 100 տարուց ավել that God brought forth life around the world. Աստված կյանքեր բերեց ամբողջ A աշխարհում great moving of the Holy մեծ Spirit. շարժ եղավ Սուրբ Հոգու Touch this nation. հպվեց այդ ազգին Touch the world. հպվեց աշխարհին We believe God's going to send another outpouring մենք before He հավատում comes. ենք որ միջև իր գալուստը Աստված եւս մեկ այդ արթնության հեղում կբերի We believe that God is getting the church ready, հավատում ենք որ Աստված եկեղեցին պատրաստում է getting people ready, մարդկանց է պատրաստում ministers ready, ծառայողներին է who պատրաստում will receive this ովքեր life. կստանան կընդունեն այս կյանքը The anointing of the Holy Spirit's going to come from heaven Սուրբ Հոգուոցությունը երկնքից կթափվի and going to flow through that ու church. այդ եկեղեցու միջոցով կհոսի There will be revival. ու հետո կլինի արթնություն Psalm 133, verse 2, Սաղմոս 133-ի 2-ը gives us a great image of the anointing of Aaron. Ահարոնի այդ օծության պատկերն է մեզ ցույց տալի Yeah. Սաղմոս 133-2 Այն ազնիվ յուղի նման է գլխի վրա,
որ գլխի վրայից մորուքի վրա է հոսում Ահարոնի մորուքի վրա ու իջնում է միջև նրա զգեստների քղանցքները։ Notice that the oil is poured upon its head, Տեսնում ենք, որ յուղը գալիս էր գլխից, flows down, գլխից հոսում էր, touches his garments all the way թափվում իր down. քղանցքին միջև վերջ։ That's symbolic of the flow of the Holy Սա Spirit Սուրբ in His Հոգու church. հոսելու խորհրդանիշն է, խորհուրդն է։ In order for God to send that move of His Holy Որպեսզի Spirit, Աստված Սուրբ Հոգու այդ շարժը ուղարկեր, He starts with the head, նա սկսում է գլխից, the leadership. այսինքն առաջնորդներից։ He starts with vessels Նա that are սկսում է այդ անոթներից, preachers and evangelists, քարոզողներից, missionaries, ավետարանիչներից, those that միսիոներներից, are leading. նրանք, ովքեր առաջնորդում են եկեղեցին, It comes upon them and գալիս է then flows. նրանցից ու հետո սկսում է հոսել, It flows to those who are, հոսում դեպի նրանց, as Aaron was, ինչպես օրինակ Ահարոնն էր, a helper to Moses. ովքեր ինչպես Ահարոնը ով օգնում էր Մովսեսին։ Moses received that initial anointing, Մովսես ընդունեց այդ օծությունը but Aaron comes alongside. ու հետո Ահարոնը եկավ։ He comes alongside, becomes the mouthpiece. He speaks for Ահարոնը Moses. դարձավ Մովսեսի բերանը, խոսնակը։ And then that oil comes հետո down այդ- upon the garments. Այդ յուղը շարունակեց միջև քղանցքի And that վերջը։ represents the people of God. Սա արդեն մարդկանց աստծո մարդկանց էր ներկայացնում։ This is why it's so important Ահա թե ինչու է սա այդքան կարևոր։ that we see what God has Որ called us մենք to be. տեսնենք, թե ինչի է Աստված կանչում, ինչի համար է մեզ If the կանչում։ Holy Spirit will flow Եթե in Սուրբ this Հոգին leadership այդ առաջնորդներից է սկսում հոսել, upon the head գլխից սկսած, and flow ու down, հետո հոսում է He դեպի will ներքև, saturate that body. ու ինքը կսրբացնի այդ մարմինը։ This ministry, this Այս church will be ծառայությունը, renewed. այս եկեղեցին նորովի կդառնա, This world will be ու touched. այս աշխարհը կհպվի։ I believe God wants to renew His church. Հավատում եմ, որ Աստված նորովի է ուզում դարձնել իր I believe He եկեղեցին, նոր է wants to ուզում send դարձնել։ revival. Ու հավատում եմ, որ Աստված ուզում է այդ արթնություն ուղարկել։ And that's why we're here. Ու ահա թե ինչի համար ենք This մենք is the այստեղ։ school of Christ. Ահա թե ինչու համար հենց Քրիստոսի դպրոցը։ Nehemiah Նեհեմիան heard a report from ուղարկեց այդ Jerusalem. նամակը Երուսաղեմ։ We don't have the time frame given to us other than we know from history it's 150 years after it's been Գիտենք, որ destroyed. 150 տարի էր այդ ամենը տևել պատմությունից Երուսաղեմի կործանումից հետո։ Some people have returned, Որոշ մարդիկ վերադարձել էին արդեն, but the city has not been բայց rebuilt. քաղաքը դեռ վերականգնված չէր։ Nehemiah was a cupbearer. Նեհեմիան հենց այդ մարդկանցից էր։ Seems to be a very important Նա position. նա շատ կարևոր դիրք ուներ։ A guardian for the king, Նա պահպանում էր։ maybe even an advisor to the king. Միգուցե նաև խորհրդատու էր թագավորի համար։ He comes into the king's presence, Նա գալիս էր այդ թագավորի ներկայության մեջ։ overwhelmed with grief, Ու նա ուներ այդ հաճությունը։ sad. Նա շատ տխուր էր, վշտացած էր Նեհեմիան, And you could never do that. որ երբեք չպետք է այդպիսի բան անել։ You couldn't bring that sadness into the throne room. Դուք չեք կարող տխրություն բերել Աստծո գահի առաջ։ You know, they felt like that it could come to the king and the kingdom would be lost. Ու այդպես թագավորը կորսվեր։ And so you never entered the presence of the king, Այդպես նա չէր կարող That way. թագավորի մոտ գնալ։ but he does. Բայց նա արեց։ He risked his life Նա ռիսկի դիմեց իր կյանքը, in order to be able to ask the king for ու help. որպեսզի կարողանար թագավորից օգնություն խնդրել։ Nehemiah comes in, Նեհեմիան եկավ, the ներս մտավ, king and his wife ask what's թագավորը եւ նրա wrong. կինը հարցրեցին ինչ է պատահել։ They obviously respect him, Նրանք բնականաբար նրանք հարգում էին նրան, and Nehemiah explains the ու situation. Նեհեմիան նկարագրեց այս իրավիճակը։ My city of my ancestors has Իմ նախնիների քաղաքը not been rebuilt. դեռ վերականգնված, վերակառուցված չէ։ Walls are broken down. Its Պատերը gates are burned քանդված են, down. դարպասները վառված են։ And I want to return. Իսկ ես ուզում եմ վերադարձնել դա։ The king's going to give him permission. Information։ Նա պետք է թրթվություն տար թագավորը։ Letters of reference, Դրա համար նամակներ գրեց, supplies, մատակարարեց, going to help him, going to send him on his որ way. օգներ նրան գնալ այդ ճանապարհին։ We must know
Դրա համար մենք պետք է that իմանանք, Nehemiah took a great risk to do որ this. Նեհեմիան շատ մեծ ռիսկի գնաց այս քայլն անելով, But he was so impassioned. բայց ինքը շատ մեծ փափագ ու ցանկություն He ուներ, had such a vision. նա ուներ տեսիլք, I can't allow Jerusalem to remain as it is. ես չեմ կարող թույլ տալ, որ Երուսաղեմ քաղաքը այդպես մնա, And you and I ես եւ դուք must have a vision. պետք է այդ տեսիլքն We ունենանք, must be passionate about մենք the outpouring of the Holy մենք Spirit պետք է and մեծ revival. ցանկություն ունենանք, որ Սուրբ Հոգին սկսի հոսել ու արթնություն տեղի ունենա, We're called of God. մենք կանչված ենք Աստծուն, God wants to pour out His Spirit. ու Աստված ուզում է, որ իր հոգին թափի մեզ վրա, We've got to be concerned with the state of ու the դրա համար church մենք պետք է հոգ տանենք դրա համար, and the եկեղեցու համար, future of this church. եւ եկեղեցու ապագան այս, We must not just sit back and be content. ոչ մենակ ուղղակի պետք է ետևում նստենք ու սպասենք, Oh, we're doing pretty well. դե մենք ամեն ինչ լավ անում We're ենք, doing okay. ամեն ինչ լավ է, օքեյ է, We should be happy that we've done as well as we have. պետք է երջանիկ լինենք դրանով ինչ որ արել ենք, We have to have a vision like God has. բայց մենք պետք է Աստծո տեսիլքն ունենանք, This earth is the Lord's and the fullness thereof. երկիրը Աստծուն է եւ ամբողջ լիությունը նրանն է, He wants His name proclaimed in նա every ուզում է, որ nation. իր անունը ամեն ազգի մեջ հրճակվի, That there be someone from every tribe and every nation որ ամեն Every ցեղ, language. ամեն լեզու, ամեն ազգ who would be in heaven. լինի երկնքում, Revelation shows us the end result. հայտնությունը այդ վերջին արդյունքն է մեզ ցույց There's a տալիս, great multitude of people from every place, մարդկանց մեծ ամբողջ, մեծ բազմություն տարբեր վայրերից, all the different languages. տարբեր լեզուներից, And we must not be content until we have accomplished ու դրա our համար very չպետք է purpose. ուղղակի սպասենք ինչև դա կկատարվի, Nehemiah Նեհեմիան receives that authority from the king. թագավորից վերցրեց այդ իշխանությունը, And I ստացավ believe that իշխանությունը, our king will give us the authority to go ես forth. հավատում եմ, որ մեր թագավորը նույնպես տալիս է մեզ այդ իշխանությունը առաջ գնալու, He will send us forth with his Նա մեզ endorsement. նա մեզ կուղարկի դուրս կտանի Send us forth with what we need to accomplish the task. ու կտա մեզ այն ինչը մեզ պետք է մեր առաջադրանքը կատարելու համար, This is our king. սա մեր թագավորն է, He's sending us into նա this է world. մեզ այս աշխարհ ուղարկել, Go into all the world and preach գնացեք this gospel. ամբողջ աշխարհ ու ավետարանեք, Amen. ամեն, You still with us? դեռ մեզ հետ եք, We Nehemiah came to Jerusalem. Նեհեմիան եկավ Երուսաղեմ, He was there 3 days. 3 օր այնտեղ մնաց, He inspected the city. սպասում էր այդ քաղաքին, He prayed and repented over its աղոթում cause. էր ու ապաշխարության համար էր աղոթում, And then he rises up, ու հետո վեր կացավ, if you will, in a sense, resurrected to the cure. ինչպես այդ հարության խորհրդանիշն էր, He finds opposition, նա հակառակություններ տեսավ, or they find him. գտան այդ հակառակությունները, Sanballat the Hornite and Tobiah the Ammonite, Սանաբաղաթը, Տուբյան եւ Գեսամը, Geshem the Arabian, նրանք ապստամբում էին նրա դեմ, they're all going to come and cause trouble. գալիս էին նրա մոտ ու ինչ որ խնդիրներ էին առաջացնում Նեհեմիայի համար, They're going to laugh at Nehemiah. ծիծաղում էին Նեհեմիայի վրա, This city's been burned out for Ասում են, 150 years. 150 տարի այս քաղաք հայրված է, Who are you? ով ես դու, What reason are you here? ինչ պատճառով ես այստեղ, They despised them, hated them. նրանք արհամարում էին նրան, ատում էին նրան They didn't want change. ու չէին ուզում որ ինչ որ բան փոխեր, They accused Nehemiah of rebelling against the king. ու այնպես էին անում որ թագավորներ ապստամբեր նրա դեմ, Nehemiah stands his ground. բայց Նեհեմիան այդ հողի վրա ամուր կանգնած մնաց, God's going to prosper us. Աստված բարգավաճում կտա մեզ, His servants are going to rise նրա and build. ծառայողները կգան, կբարձրանան ու կսկսեն He կառուցել, spoke to the enemy. նա խոսեց թշնամու You've got հետ no portion, no rights, ու ասաց որ դու ոչ մի բաժին ու ոչ մի իրավունք չունես no memorial in Jerusalem. այլևս ես Երուսաղեմում, We have to understand what God is calling դրա համար us պետք է to. հասկանանք թե ինչու է Աստված մեզ կանչում, There's going to be opposition. բնականաբար հակառակություններ կլինեն, The world is not always going to accept our preaching. աշխարհը միշտ չէ որ մեր քարոզները կընդունի, There's going to be spiritual warfare. կլինի հոգևոր պատերազմ, But if we'll go forth in the power of the բայց Holy եթե մենք Spirit, Սուրբ Հոգու զորությամբ առաջ գնանք, we'll be able to establish the church, կկարողանանք հիմնել եկեղեցին, renew the church, նորոգել եկեղեցին, expand and թարմացնել, enlarge the church. լայնացնենք եկեղեցու սահմանները, There will be a gate of ministry ու established. կլինի եկեղեցու այդ դարպասներից առայությունը հիմնել, Life will flow through ու that gate. կյանքը այդ դարպասներից կսկսի հոսել,
This school is not just about notes that are taken, okay? Այս դպրոցը ուղղակի չի տեղ ունենում։ We give you some Ինչ որ good գրառումների information. համար չէ։ I hope there's some good information, Ես հուսամ, որ սրանք լավ տեղեկություններ some են good ձեզ համար։ knowledge that will Լավ գիտելիք է, help you. որ ձեզ կօգնի։ But our whole focus is Բայց մեր upon ամբողջ կենտրոնացումը this concept of life. այս կյանքն է հենց։ You must become that Որ vessel. դուք պետք է դառնաք այս անոթները, դա է You must become a դպրոցի gate of նպատակը։ ministry. Դուք պետք է դառնաք այդ ծառայության դարպասները։ This is the key to the work of God. Սա է Աստծո գործի բանալին։ We must become that truth that we Մենք preach. պետք է դառնանք այն ճշմարտությունը, որը քարոզում ենք։ God must be able to pour His Holy Spirit Աստված through այդ us. ժամանակը կարողանա մեր միջոցով հեղել իր Սուրբ Հոգին։ In the church, Եկեղեցում we recognize that God has a fivefold ministry. հասկանում ենք, որ Աստված ունի այդ հնգաթև ծառայությունը։ These gates can be the prophet, Դարպասներ կարող են լինել այդ մարգարեները, the apostle, the prophet, the evangelist, the pastor. առաքյալները, ավետարանիչները, ուսուցիչները։ Ephesians chapter 4. Եփեսացիների 4-ն է դա ասում։ If I look at the local church through Եթե that նայենք այդ lens, տեղական եկեղեցում, the apostolic level would be that leadership. այդ առաքելական մակարդակի վրա են։ Those that have the vision Նրանք ովքեր ունեն for the տեսիլ church and how to եկեղեցու reach the համար community. կամ ինչպես հասնեն համայնքին, Those who organize and նրանք ովքեր strategize. կազմակերպում են, ովքեր այդ ռազմավարությունն են How are we going to do this work of the օրինակ ministry? ինչպես այս ծառայությունները իրականացնեն։ They're the ones that cast the vision Ու նրանք այդ տեսիլքն են բերում։ and enlist those that will come alongside of them. Ու այդ ամենը նրանք իրականացնում են։ The prophet Մարգարեն is that one who speaks for God, մեկն է, ով որ Աստծուց է խոսում։ teaching and preaching ministries. Ուսուցանում է, քարոզում է։ I think it's also the worship leaders. Կարծում որ սրանք նաև երկրպագության առաջնորդներն են։ Because worship brings us into the presence Որովհետև of God, երկրպագությունը մեզ տանում է դեպի Աստծո ներկայության մեջ։ prepares the way so that life can flow through Ճանապարհ the է preaching of the պատրաստում, word. որպեսզի քարոզված խոսքի միջոցով կյանքը հոսի։ Those are those things that we readily see in a church. Ու սրանք մենք արդեն տեսնում ենք եկեղեցում։ Church has some leaders, Եկեղեցին ունի որոշ they have առաջնորդներ, a worship team, they have երկրպագության preaching. թիմ ունի, քարոզողներ ունի, There's also pastoral ministry. ու նաև կա հովական ծառայություն, There's shepherds. հովիվները։ You know, we have to take care of people, Մենք պետք է հոգ տանենք մարդկանց մասին, and especially the newborn. հատկապես նոր ծնվածների, վերստին ծնվածների, ովքեր նոր են ծնվել։ Someone comes to Christ, Ինչ որ մեկը գալիս է Քրիստոսին, we have to be able to bring that մենք պետք է new convert կարողանանք այդ նորեկներին into the church, բերել եկեղեցի, նոր To ծնվածներին, welcome ոգևորապես, ընդունելու to նրանց, cause them to be a part of that family of God. նրանց դարձնելու Աստծո ընտանիքի մի մասը։ We have to worry about those who wander off. Պետք է անհանգստանանք նրանց մասին, ովքեր դուրս են եկել, ովքեր թափառում են դրսում։ As Jesus talked about that good shepherd Ինչպես այդ բարի հովի մասին խոսում էր Հիսուսը, that went and found the one, որ նա թողեց ու գնաց գտավ այդ մեկին, leaving the 99. թողնելով 99-ին։ Come back rejoicing, I found my lost lamb. Ուրախությամբ վերադարձավ, որտեղ ինքը այդ կորած որդուն գտավ։ So there has to be a way to Դրա minister համար պետք է կլինեն ճանապարհներ ծառայության to համար։ the new convert, Այդ նոր նորեկներին ծառայելու, to those who նրանց ովքեր are coming to that church. գալիս են եկեղեցի, There's also the teacher. նաև կան ուսուցիչներ։ And this is the discipleship. Սա աշակերտությունն է, These are all the ministries, այդ մյուս ծառայությունները, youth or children, երիտասարդները, մանկականը, ministry երիտասարդները, that you have to different ages, կամ տարբեր տարիքային small մարդկանց groups. ծառայելը, փոքր խմբերը, those that go to the hospital, նրանք ովքեր օրինակ գնում են հիվանդանոցներ, all kinds of teaching. այս տեսակ ուսուցողական խմբերը, Focused upon ուսուցիչներին discipleship. կենտրոնանում են աշակերտության վրա։ The goal of discipleship is not just to Աշակերտության նպատակը միայն fill people with knowledge, մարդկանց գիտելիքներով լցնելը չէ, but to help them mature in the այլ faith, օգնել նրանց, որպեսզի հավատքի մեջ հասունանան, help them find their place in the օգնել body of նրանց, որ Christ, իրենք Աստծո մարմնի մեջ գտնեն իրենց տեղը, determine their gifts. How is God going to use them? որ հասկանան թե ինչպես է Աստված ուզում իրենց Get them օգտագործել, in the right place. ճիշտ վայրի մեջ դնել նրանց, Help them to become օգնել նրանց a դառնալու servant of God in that Աստծո church. ծառաներ այդ եկեղեցում,
And of course, the evangelists. Ու իհարկե ավետարանիչները։ We have to be reaching out. Մենք պետք է հասնենք, We have to be sending missionaries. պետք է ուղարկենք We միսիոներներ, have to do that work of the ministry պետք է այդ ծառայության գործը անել, in order to expand. որպեսզի լայնացնեն Now, տարածքը։ all of these things can be seen as gates of ministry. Ու այս բոլոր կետերը կարող են դառնալ ծառայության դարպասներ։ And there I'm not talking about the individual so much as Ես I'm talking about the անհատականության ministry. մասին չեմ խոսում, այլ ընդհանուր։ The different ministries that the church has. Տարբեր ծառայություններ եկեղեցին ունի։ Ministries that we must establish. Ծառայություններ, որ պետք է հիմնի, Ministries that are unique sometimes to our community. ծառայություններ, որ եզակի կարող են լինել հատուկ այդ համայնքի համար, Ministries that are going to flow or be energized by the life of God. ծառայություններ, որոնք կլցվեն Աստծո այդ զորությամբ։ When Nehemiah gets there, Երբ Նեհեմիան հասավ այդտեղ, he begins to prepare for the Նա rebuilding of these սկսեց walls, of պատրաստվել, these gates. որպեսզի դարպասները սկսեին կառուցել։ We've got to վերակառուցել։ get everything ready. Մենք պետք է ամեն բան նախորոք պատրաստենք։ He's got the wood. Նա բերեց այդ փայտերը, He enlists the help of the people who are մարդկանց there. բերեց, ովքեր նրան պատրաստ էին օգնել։ He's got a plan on how to do it. Պետքա ծրագրեր ոնց աներ դա։ The second essential that's important, we'll be preaching tomorrow, Այն ինչ որ վաղը մենք քարոզել ենք, նույնպես շատ կարևոր է։ is Nehemiah went to them and says, hey, Նեհեմիան գնաց այդտեղ ու ասաց. let God take away this reproach. Թող Աստված այս ամենի մասին հոգ տանի։ He got cooperation. Նա այդ համագործակցության մեջ մտավ։ One person is not going to be able to do Մի մարդը չի կարող անել all the work of the ministry. այդ ծառայության գործը։ Մի հոգի չի կարող անել։ We must join together Մենք պետք է միասին լինենք, as the body of որպես Christ, Քրիստոսի մարմին, as those who have received the gifts of the Holy նրանք, Spirit. ովքեր ընդունում են Սուրբ Հոգու պարգևները, You cannot do it yourself. ու դրա համար դուք ինքնուրույն ձեր ուժով դա անել You չեք կարող։ have to find others. Ձեզ պետք է who որ will դուք work with մարդկանց you. գտնեք, ում հետ այսպես ասած կհամագործակցեք։ The third step in this Երրորդ քայլը սրա մեջ is determination. դա վճռականությունն է։ And again, we're going to preach on this tomorrow. Այս վճռականության մասին, ինչպես համագործակցության մասին վաղն ենք But խոսում։ let me remind you, we're in a Բայց թույլ spiritual տվեք warfare. ձեզ հիշեցնել հոգևոր պատերազմի մասին։ The devil is not going to just lay down and let you run over him. Սատանան չի ուղղակի իր համար հանգիստ նստի թույլ տա որ դուք He's going to rise up against you. Նա ձեր դեմ կբարձրանա։ You're going to have to win a spiritual battle. Ու դուք պետք է այդ հոգևոր պատերազմը անցնեք։ In Nehemiah's case, they had to work with a tool in one hand and a sword in the Նեհեմիայի other. դեպքում այսպես է, մի ձեռքով գործիքներն էին պահում, որ պատը կառուցեն, միսով թուրը։ So sometimes that will be our strategy. Okay? Երբեմն դա կարա մեր ռազմավարության տեսակը լինի։ But it is our responsibility Բայց սա մեր պատասխանատվության to մեջ է։ rebuild those gates. Այդ դարպասները վերակառուցելը մեր պատասխանատվությունն է։ God will flow through those Աստված gates. կհոսի այս ամենի միջով։ He will touch Նա lives. կհպվի կյանքերին։ He will bring forth Ու revival. նա կբերի այդ արթնությունը։ We are saying to the enemy, Ու մենք ասենք թշնամուն. this earth is the Lord's and the Այս fullness երկիրը thereof. պատկանում է Տիրոջ եւ նրա լիությունն է։ Right now, when you look out, Satan is the kingdom and the power of this air. Մենք կարող է տեսնենք, որ այս շրջապատում աշխարհում սատանայի թագավորությունն է։ He's claimed it. Նա է դա անում։ But when Jesus came, Բայց երբ որ Հիսուսն է գալիս, the psalmist says, ask of me Սողոմոնն ասում է, ինձ and I խնդրի, will give you the nations. ինձ ասա, ինձ խնդրի ու ես քեզ ազգեր կտամ։ And Jesus asked, Իսկ Հիսուսն ասում է, and he went to that cross ու գնում այդ խաչի to վրա, lay claim to the nations. որպեսզի այդ ազգերը հետ վերցնի։ This earth is the Lord's Որովհետև այս երկիրը Տիրոջն է պատկանում and the fullness thereof. եւ այդ լիությունը նրա։ Jesus is coming to take it back. Հիսուսը վերադառնում է այդ ամենը հետ վերցնելու համար, He has won the victory, որտեղ նա է հաղթել։ and now he calls us, Ու հիմա նա մեզ կանչել է men and women of God, Աստծո որդիներին ու դուստրերին։ fills us with his life, Լցվենք իր կյանքով, fills us with the authority of his լցվենք իր name, իշխանությամբ, իր անվան իշխանությամբ։ tells us to go Ու forth մեզ in ասում է, power and որ might. մենք այդ զորությամբ առաջ գնանք։ He plants us in cities. Նա մեզ տնկում է այդ քաղաքներում։ He casts us into places that are dark Ու տանում է մեզ վայրեր, որտեղ խավարի մեջ in են, order that we might be the light. որպեսզի կարողանանք այդտեղում լինել լույս, Salvation will come. եւ փրկությունը կգա։ Satan can be defeated Սատանան չի կարող հաղթել։ with this life of God in us.
Որովհետև մեր մեջ կա Աստծո կյանքը, we can spoil his ու kingdom. մենք կարող ենք կործանել, քանդել իր We թագավորությունը։ have the authority of the king. Մենք ունենք թագավորի այդ իշխանությունը։ We have a word from God. Մենք ունենք խոսք Աստծուց։ We can build that gate, Ու կարող ենք կառուցել այդ դարպասները, and God's life will flow ու through Աստծո us. կյանքը մեր միջոցով կսկսի հոսել։ Hallelujah. Հալելույա։ Whew. I pray God is speaking to us. Ես աղոթում եմ, որ Աստված խոսի մեր We have հետ։ to see who we are, Մենք պետք է հասկանանք ով ենք what the մենք, potential is. ինչ պոտենցիալ ունենք։ Listen, Jacob saw that in a dream, Հակոբը տեսավ այդ երազում, a ladder that went to heaven, տեսավ այդ աստիճանը, որ բարձրանում էր դեպի երկինք, angels coming up and ու down. երեշտակները բարձրանում ու իջնում էին։ Jesus talked about that same vision. Հիսուս այդ նույն տեսիլքի մասին է խոսում։ He said, you'll see angels ascending and descending on the Son of Man. Ասաց, որ դուք տեսնում եք այդ երեշտակների վեր ու վար անելիս։ You see a flow there, don't you? Տեսնում Angels ենք, come. տեսնում ենք, որ երեշտակներն են գալիս։ Heaven coming to earth. Երկինքը գալիս է երկիր։ Heaven coming to earth. Երկինքը գալիս է երկրի վրա։ And that's what God wants to do in us. Ահա ինչ է Աստված ուզում անել։ That heaven comes to earth Որ through us. երկինքը մեր միջոցով գա երկրի God's վրա։ will in heaven comes to earth through Աստծո us. կամքը երկնքից գա մեր միջոցով The այստեղ Holy երկրի վրա։ Spirit life flows Որ from heaven unto կյանքը us. երկնքից հոսի մեր միջոցով He մեզ վրա։ gives to us the authority Նա that we տալիս է need. ձեզ այդ իշխանությունը, որի կարիք ունեք։ But He's going to put that vision of that Ու նա church այդ inside of you. տեսիլքը եկեղեցու ներսում կդնի։ The vision of that ministry. Այդ ծառայության տեսիլքը, Whatever He calls you to do, ինչի համար էլ որ ձեզ He կանչի որ puts it անեք, inside of you. նա ձեզ դրա մեջ կդնի։ It's burning. Ու ձեր մեջ կվարվի դա։ Jeremiah said his word is Nehemiah shut up in ասում my է, bones. I have to Որ preach. ես պետք է այդ ամենը քարոզեմ։ I have to Ես պետք prophesy. է մարգարեանամ։ I wanted to stop, but I Ես couldn't. ուզում եմ այս ամենը անել։ He was burning with Նա that word. վարվում էր այդ ցանկությամբ։ God will put that in us. Ու Աստված էր այդ ամենը նրա մեջ Once it's դրել։ inside of us, Նա ուզում է որ այդ նույն բանը մեր մեջ լինի։ He's going to birth it. Նա Going դա to bring it to life նա around. դա կյանքի կբերի, կծնի It'll մեր flow միջոցով։ through you. Ու կհոսի մեր It'll միջոցով։ touch your community. Ու կհպվի It'll ձեր touch that համայնքին, small group. կհպվի այդ փոքր խմբերին։ Whatever God calls you to do, Ինչի համար էլ որ Աստված ձեզ կկանչի որ դուք անեք։ God will flow through that gate. Աստված է հոսելու այդ դարպասների միջոցով։ Life will be the Ու result. կյանք կլինի դրա արդյունքում։ The church will be the result. Ու եկեղեցի կլինի The light արդյունքում։ church comes out of that light. Եվ այդ կյանքի միջոցով եկեղեցին կբխի, կգա Amen. եկեղեցի։ The church Amen. comes out of that light. Եկեղեցին կգա այդ կյանքից։ Amen. Ամեն։ Oh, Father, we just